Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում ուրախանում են, երբ արտագնա աշխատանքի մեկնածները մի քանի ամսով վերադառնում են տուն։ Գայանե Վարդանյանի որդին շուտով վերադառնալու է, հավանաբար ընդմիշտ, բայց այս անգամ մայրը չգիտի ուրախանա թե տխրի։ Անել աշխատանք որտեղ նոր տնտրակ։ Չկա աշխատանք։ Որդին այս անգամ համարյա առանց գումար է տուն գալու։ Ռուսաստանում գործերը լավ չեն եղել։ Տիկին Գայանեն չգիտի ինչպես է ապրելու իրենց 4 հոգանոց ընտանիքը։ Մյուս կողմից էլ կենցաղային խնդիրներն են խեղդում, որոնք տարիներ շարունակ չեն լուծվում։ Ջուր չունենք, խմելու ջուր չունենք։ Ոռոգման ունենք, ծովու ջուրը։ Շատ լավ է, բա ժամանակին էլ կխանեն, մեր բաղջիկ ջրեք։ Ջրից առավել անլուծելի է թվում տան հարցը, տունը փլուզվում է։ Երևի մի տարուց, 2 տարուց հետո բլվի վրեմի։ Այն քախանգան մկա ուզենամ քաշեմ, բլի ախու ձեր չտամ։ Տնամերձ հողամասում կարտոֆիլ ու կաղամբ են մշակում։ Կաղամբի վաճառքից ստացված գումարը հերիքում է միայն առօրյա հոգսերին։ Ծախենք օրմեզի ալուրա, վառելիքա է, սա է նա։ Ուրիշ ոչ մի բան, օրն ապրենք էլի։ Ու չնայած դժվարությունները շատ են, տիկին Գայանեն ապրում է հավատով, որ ամեն ինչ մի օր շտկվելու է։ Մանավանդ որ Զոլաքարում իրենցից առավել վատ ապրողներ կան։ Մարդկա մի ճանգալուր չկորի նախացուտա։